Մինչև ամռան առաջին օրը նոր ընտրական օրենսգրքի քննարկումները պետք է ավարտվեն եւ այն հաստատվի։ Սահմանադրության հանրաքվեից հետո օրենսդրական փոփոխությունների նոր ալիք սկսվեց, ինչպես եւ նախատեսվում էր։ Քննարկումների կիզակետում նոր ընտրական օրենսգրքի տարբերակն է։ Փաստաթուղթն արդեն ազգային ժողովում է ու պատգամավորների ուսումնասիրության առարկան։ Նոր օրենսգիրքն ընդունելուց առաջ հեղինակները հայտարարեցին, որ պատրաստ են քննարկումների, առաջարկությունների եւ փոփոխությունների, ինչին ի պատասխան հակահանդես եկավ 4+4+4 քննարկումների ձևաչափով։ Քննարկումներ 4 ընդդիմադիր, 4 իշխանամետ եւ հասարակական սեկտորի 4 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ Լևոն Զուրաբյանի քննարկումներն արդյունք չտվեցին, ՀԱԿ-ն էլ արկախում է իր մասնակցությունը օրենսգրքի հետագա քննարկումներին, ինչպես սահմանադրության փոփոխությունների ժամանակ։ Օրինաց երկիրը մասնակցելու է քննարկումներին հույս ունենալով իր փոփոխությունները ներկայացնել։ Քննարկումների արդյունքում մերժվել է նաև Բարգավաճ Հայաստանի առաջարկը քվեարկությանը մասնակցել մեկ միասնական փաստաթղթով, բայց նրանք ի տարբերություն ՀԱԿ-ի կշարունակեն քննարկումները հրատապ հարցերի լուծման համար։ Ազգային ժողովը որոշել է ընտրական օրենսգրքի քննարկումն անցկացնել հատուկ կարգով։ Նոր նախագծի համաձայն ազգային ժողովում կլինի նվազագույնը 101 պատգամավոր, ու եթե կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը չստանա առնվազն 53 մանդատ, ապա 3 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել անհրաժեշտ շեմը հաղթահարած մեկ այլ քաղաքական ուժի հետ։ Հակառակ դեպքում նախատեսվում է առաջին ընտրություններից 21 օր հետո կազմակերպել երկրորդ փուլ։ Քաղաքական դաշտի ամենաակտիվ քննարկման թեման շարունակում է մնալ նոր ընտրական օրենսգիրքը։ Կգտնեն արդյոք քաղաքական ուժերը փոխհամաձայնություն, բարձ կլինի առաջիկայում։ Բարի երեկո, այսօր եռանկյունում քննարկելու ենք նոր ընտրական օրենսգրքի նախագիծը։ Իշխանություն, ընդդիմություն, հասարակություն։ Մեր եռանկյան գագաթներն են ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության ղեկավար քաղաքագետ Ստեփան Դանիելյանը եւ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Բարի երեկո, պարոններ։ Պարոն Սահակյան, կա կարծիք, որ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը բխում է բացառապես իշխանությունների շահերից։ Այդ կարծիքը հիմնավորվում է տարբեր փաստարկներով։ Կարող եք անդրադառնալ 3 հիմնական արգումենտներին, որոնցով կհիմնավորեք, որ ընտրական օրենսգիրքը իրականում իշխանամետ չէ, այլ պարզապես նոր ընտրական մեխանիզմների ներդրման փորձ է Հայաստանում։ Պետք է ասեմ, որ դա ընդհանրապես կարծիք է, եւ դժվար թե 3 փաստարկներով մենք կարողանանք դա հիմնավորել, որովհետեւ ամբողջ ընտրական օրենսգիրքը դա մեկ կենթանի օրգանիզմ է, որը կոչված է կազմակերպելու, իրականացնելու ընտրական գործընթացները։ Այն մեխանիզմները, որոնք ներդրված են նոր ընտրական օրենսգրքի մեջ, անձեն աշխովել կարելի է կարդալ եւ վերլուծել, որ թույլ է տալու մեզ 17 թվականի կարևորագույն ընտրություններ անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ։ Ինչ եմ սա ասում, որովհետեւ այնտեղ կան մի քանի մեխանիզմներ, որոնք իսկապես նոր են ներդրվել եւ մեր գործընկերների հետ քննարկումների ժամանակ մշտապես մենք կարծես թե եկել ենք նաեւ այն եզրահանգման, որ եթե այս սկզբունքները լինին, ապա շատ ավելի թափանցիկ կարող է լինել։ Օրինակ էլեկտրոնային գրանցման համակարգի մասին կուզենայի խոսել, եթե պայմանականորեն ընտրական գործընթացը, բուն ընտրական գործընթացը բաժանենք 3 մասի, մեր ընտրողների գրանցման փուլն է առաջի փուլը, քվեարկություն, այնուհետև ամփոփում։ Եվ ամենակարևոր հենց ընտրական գործընթացի մեջ ամենակարևոր փուլը հենց ընտրողների, քաղաքացիների գրանցման այս առաջի փուլն է, որտեղ պետք է Այդտեղ ընդդիմության հիմնական մտահոգություններից մեկը միշտ կրկնակվեարկությունն է լինում եւ որտեղ պետք է դու կարողանաս ճիշտ նույնականացնել անձ եւ անձի ձեռքի եղած այդ անձը հաստատող փաստաթուղթ եւ արդյոք ինքը իրավունք ունի այդ տեղամասում քվեարկություն իրականացնելու թե ոչ։ Եվ այն էլեկտրոնային գրանցման համակարգային տեխնիկան, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է ներդնենք հենց այս փուլի մեջ, իմ կարծիքով եւ խորին համոզմամբ թույլ է տալի Օրերս մենք ունեցանք հանրապետության 33 համայնքներում թիմ ընտրություններ, որոնք ընթացան հին գործող ընտրական օրենսգրքով։ Գնահատական ընտրությունների այնպիսին էր, որ անգամ նոր ընտրական օրենսգրքով, առանց նոր ընտրական օրենսգրքի հնարավոր էր իրականացնել նորմալ ժողովրդավարական ընտրություններ, գոնե ընտրատեղամասերում տեր կանգնել ձայներին, ինչպես որ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հրապարակավ հայտարարել էր։ Բացի սահմանադրական պահանջից, ընտրական օրենսգիրքը էլ ինչու է փոխվում։ Ինչու են փոխվում ընտրական մեխանիզմները։
Տեսեք, նաև միջազգային իրավունքի այսպես սկզբունք է, նաև ընկալումների սկզբունք է, երբ որ համապետական ընտրություններից առաջ, առնվազն 1 տարի առաջ պետք է վերանայես, նաև փոփոխությունների ենթարկես ընտրական օրենսգիրքը։ Ինչ եմ ասում, պարտադիր պահանջ չէ, որ հիմնովին կամ ամբողջությամբ վերանայես, բայց դուք նկատեցիք, որ նոր սահմանադրության ընդունմամբ նաև պայմանավորված է նոր ընտրական համակարգ ձևավորելու Որի մասին դեռ կխոսենք, պարոն Հակոբյան, ինչու չեք վստահում իշխանությունների ներկայացուցիչներին այս հարցում։ Եթե կարևոր բան ասացիք, որ առանց օրենքի փոփոխության հնարավոր է եթե կա ցանկություն իրականացնել նորմալ ընտրություն։ Քիչ առաջ, երբ օրինակ էիք բերում։ Ես մի քիչ ավելի հետադարձ հայացքով գնանք, տեսնենք երբ ենք նորմալ ընտրություն անցկացրել, այսպեսի մի եզրույթ է միշտ թափառում, որ պետք է վերականգնենք ընտրողի վստահությունը ընտրական համակարգի եւ ընտրության նկատմամբ։ Հիմա եկեք, կարծում եմ դուք էլ կհիշեք, 6 պարլամենտական ընտրություններ ենք անցկացրել։ Եկեք տեսնենք այդ որ ընտրությունն էր, որ կարող ենք օրինակ բերել եւ ասել այ պետք է այսպիսի ընտրություն անցկացնենք։ Եվ այդ ընտրությունը իմ կարծիքով եւ կարծում եմ դուք էլ կամաձայնեք եւ ներկաները, դա եղել է 90 թվականի մայիսի 31-ի ընտրությունը։ 90 թվական Գերագույն խորհրդի ընտրություն։ Միջավայրերը տարբեր են եղել։ Մեկ վայրկյան։ Այն ժամանակ էլ մեղադրում էին կոմունիստական կուսակցությունը վարչական ռեცեպտների օգտագործման մեջ։ Հիմա գալիս եմ այդտեղ։ Պարադոքսը գիտեք որն է։ Որ այդ ժամանակ կար խորհրդային միության սահմանադրություն։ Կար 5-րդ եւ 6-րդ կետ, որ հեգեմոն տերեկոմունիստական կուսակցության է։ Այդ ժամանակ սահմանադրություն չունեինք 65 իմպերատիվ մարդու իրավունքների նորմ միջազգային, որ պետք է լիներ։ Չունեինք մենք միջազգային Վենետիկյան հանձնաժողով, ոչ մի բան չունեինք, քաղաքական կուսակցությունների այս ներկապնակը։ Եվ այդ ժամանակ պարզվեց, որ լավագույն համեմատաբար ընտրությունը այդ ժամանակ է եղել։ Այդ ժամանակ գուցե ժողովուրդը դեռ չէր հասկանում ինչ է ժողովրդավարական ընտրություն, ինչ է ընտրական իրավունք։ Չեմ կարծում։ Երկու հիմնական պայման կար։ Առաջինը կար հստակ այլընտրանք օրվա իշխանությանը, որը ներկայանում էր իր գաղափարածրագրային հենքով, ուներ ամբասիր կենսագրություն, եւ երկրորդը կար հասարակության կողմից լուրջ հզոր աջակցություն այլ ընտրանքին։ Եվ երրորդը, որ կարևոր է, օրվա իշխանությունը ունեցավ քաղաքական կամք ենթարկվել ստեղծված միջավայրին։ Պարոն Հակոբյան, ես հիշում եմ այդ ամենը, կարճ դիտարկում, խնդրում եմ արձագանքեք ու գնանք պարոն Դանիելյանի մոտ։ Ես հիշում եմ ինչպես էր ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ։ 4 թե 5 անգամ փորձեցին, միջև որ նախկին կոմունիստներից մի քանիսը ճամբարափող չեղան, ՀՀՇ ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, այսինքն իշխանությունների կամքի մասին չէր խոսքը։ Խոսքը մի քանի անհատների մասին էր, որոնք վերջի պահին գիշերվա կեսին փոխեցին իրենց ճամբարը, կարծիքը եւ ձայն տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես խոսում եմ ընտրության մասին, համապետական ընտրության մասին է խոսքը, դուք հիշեք, չգիտեմ, դուք հիշում եք 90 թվականի մասին կամ դուք այս տարիքը ունեք, որ հիշեք, դա ինչ էր։ Ուրեմն կար համաժողովրդական մեծ ակտիվություն։ Կրկնում եմ, կար այլընտրանք, որը կարող էր հակակշռել եւ ցույց տալ ինչպիսին պետք է լինի այս պահին իշխանությունը եւ կրկնում եմ մի քիչ խոսվում եք, բայց նկատի ունեցեք օրվա իշխանությունը դրսևորեց քաղաքական կամք, ենթարկվեց իրավիճակի եւ կարող էր իշխանությունը պահել, բայց չպահեց։ Ուզում եմ սա շատ կարեւոր բան է, որ հաշվի առնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Դանիելյան։ Հասարակական հատվածը մասնակցել է ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին եւ 4+4+4 ձևաչափերում եւ այլ ձևաչափերում։ Հասարակական սեկտորը իր կարծիքներով եւ իր վերաբերմունքով իշխանամետ է, ընդդիմադիր է, թե ինքնուրույն է իրականում, որովհետեւ կարծիքները այնպիսին էին, որ կարծեք թե ընդդիմությունն ու հասարակական հատվածը, որ ներգրաված է, նույն մոտեցումներն ունեին, նույն երկն էին շատ հաճախ երկում։ Ոչ, նախ ժառանգությունը դուրս եկավ քննարկումներից, երկրորդը ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ Բարգավաճ Հայաստանը ներկա չէր գտնվում, մեր քննարկումներին, եւ երրորդը այդ քննարկումների ժամանակ կային նաեւ տարաձայնություններ եւ այդպես չի, որ նրանք միաձայն են եղել, միասին են եղել։ Հասարակական կազմակերպությունները, որոնք 200-ից ավելին էին, որոնք այդ 4 հոգուն ընտրել էին, բացարձակապես իշխանական կամ անդիմադիր հայացքներ չունեին, խնդիրը հետեւյալն էր։ Արդյոք մենք կարող ենք ունենալ մի ընտրական օրենսգիրք, որը ունի հանրային վստահություն, հետևանքով ձևավորվող իշխանությունը կլինի լեգիտիմ թե ոչ, թե չի լինի։
Խնդիրը այդ էր եւ մեր հիմնական պահանջը ընտրական ցուցակների հրապարակումն էր, ինչի համար, որովհետեւ մամուլը երբ որ դուք բացեք այս ամբողջ տարիների ընթացքում միշտ նշում են, որ մի քանի 100,000 ձայն, որոնք այն մարդիկ, որոնք Հայաստանից դուրս են գտնվում, նրանք ամենաակտիվ ընտրողներն են, ամենաակտիվ մասնակիցներն են։ Երեցեք ընդհատում եմ, շաբաթներ առաջ հյուրերից մեկը ինձ խոստացավ փոխանցել այսպես կոչված կեղծ անձագիր, որը հայտնաբերվել էր համապետական ընտրություններից մեկի ընթացքում, ես չունեմ այդ թուղթը ձեռքիս տակ, ինձ չի փոխանցվել։ Արդյոք այդ մեղադրանքները, որ դուք հնչեցնում եք, որևէ կերպ հիմնավորված էին։ Նախ 100,000-ների մասին է խոսքը։ Նախ մեղադրանքները ես չեմ հնչեցնում, ես նշեցի, որ մամուլում բազմաթիվ հոդվածներ կան, որ դա այդպես է եւ կա հանրային կարծիք, որը դրան հավատում է։ Հաստատված նյութ չկար։ Ես ասում եմ հանրային կարծիքը, որովհետեւ լեգիտիմ բառը դա չի նշանակում օրինական։ Լեգիտիմ բառը նշանակում է հանրային վստահություն կա, թե չկա։ Հիմա կա հանրային կարծիք, որը մենք կարող ենք հետևել մամուլում տված նյութերին, հա։ Այդ հանրային կարծիքը շատ լուրջ կարևոր դեր կատարող է եւ խնդիրը հետեւյալն է, արդյոք մենք կունենանք հանրային վստահություն ունեցող օրենսգիրք եւ հանրային վստահություն վայելող իշխանություն եւ այս օրերին ինչը կախված է ընտրական մեխանիզմներից, ինչը կախված է ընտրական տեխնիկական լուծումներից, այո, որոնցից կարևոր է ձեզ համար ցուցակների հրապարակումը, այո, Ուրեմն մենք ստեղ պետք է հասկանանք, որ ընտրական օրենսգիրքը պայմանական երկու բաղադրիչ ունի։ Մեկը քաղաքականն է, որտեղ դա քաղաքական փաստաթուղթ է, որտեղ դեռ քաղաքական կառուցվածքային խնդիրներ են դրվում, եւ մեկը մեխանիզմներն են, հա, որքանով այդ ընտրությունները կլինեն վերահսկելի, բաց, հանրությանը վստահությունը վայելող։ Հիմա այս երկու թեմաները մենք պետք է փորձենք իրարից առանձնացնել։ Ես այստեղ մի փոքր ավելացնելու մեկ-երկու հարցադրում կամ միտք փորձեմ արտահայտել։ Հասարակությունն ասում է, որ ազնիվ խոսքով չէ, որ ընտրություններ են հավատալու։ Վերջերս ստեղծեք մեխանիզմներ։ Նաև մոդայիկ է դարձել հանրության անունից խոսելը։ Երբ որ քաղաքական ուժերը հայտարարում են, որ հանրային վստահություն չկա եւ հայտարարում են, որ իրենց խմբակցությունը չի մասնակցում այս քննարկումներին եւ 7 հոգուց բաղկացած խմբակցությունից 3 հոգով դուրս են գալիս դահլիճից եւ ի ցույց ամբողջ աշխարհին ցույց են տալիս, որ հանրային վստահություն չկա։ Բայց ընտրությունների արդյունքում մեր ժողովուրդը ձայն է տվել այս կամ այն քաղաքական ուժին, որպեսզի լինեն ազգային ժողովում եւ լիագումար նիստերի ընթացքում, որտեղ падգամավորի տեղն է, քննարկել իր տեսակետները ներկայացնել ցանկացած նախագծի հետ կապված։ Իսկ ընտրական օրենսգիրքը, երբ որ նոր մուտք է գործել ազգային ժողով եւ առաջին թերցմամբ լիագումար նիստերի դահլիճում պետք է դա քննարկվի, կարծես թե հնչեցնում է, որ կոնսենսուս չկա, համաձայնության չենք եկել եւ գնում ենք, չգիտեմ, բոյկոտում ենք եւ չենք մասնակցում։ Սա ինձ համար առնվազն տարօրինակ է, իմ գործընկերոջը Միգնայի, գոնե ամենաակտիվ եւ իմ գնահատմամբ Ուզում եմ, որ ձեր գործընկերը ձեզ հակադարձի։ Աշխատող եւ նաեւ քրտնաջան աշխատող падգամավորներից մեկն է, խոսքս այլ հարթության մեջ է, եւ կարծես թե այս մոդայիկ բառը հանրության վստահությունը չկա, փորձում են թաքցնել նաեւ իրենց այդ անաշխատողությունը, հասկանում եք, նրանք այդ ձեր ասած քաղաքական ուժերը ակնարկած նրանք լիագումար նիստերի ընթացքում հազար ներողություն, երբ որ պետք է կոնկրետ հոդվածները քննարկես եւ տեսակետ հայտնես, բացի նրանից, որ քաղաքական հայտարարություններ են կանում, վատ է, ընտրական գործընթացներ։ Ասակյան, Հայաստանում ձևավորված ավանդույթ կա քաղաքական, թող ներվի ինձ այս համարձակությունը։ Քաղաքական ուժերն ասում են, եթե մենք չենք հաղթում ընտրություններին, ուրեմն ընտրությունները կեղծված են։ Ու դա ասում են բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից, որ անգամ ընդդիմադիրներն են իրար մասին։ Ես այստեղ էլ մի դիտարկում ունեմ։ Տեսեք, դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ կարծես թե թիմ ընտրությունների ժամանակ 33 համայնքներ երբ որ տեղի են ունեցել, նաև կա այլ դրսևորում եւ մեկ համայնքի ընտրության ժամանակ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը հայտնեց, որ չեն կեղծվել, բայց եղել են այլ, այսպես ասած, ընտրախախտումներ, այսինքն բուն քվեարկության օրը տեղամասում որևէ գործողություն չեն կա, չի տեղի չունեցել։ Ես այդ հարցին ուզում եմ այլ կերպ անդրադառնամ, պարոն Հակոբյան, խոսքը գնում է այն քաղաքական գործի մասին, քաղաքական նոր կուսակցությունից մեկի մասին, Նիկոլ Փաշինյանի մասին, որը վերագրեց դա իրենց նոր համակարգին, վստահված անձանց եւ այլն։ Չեմ ուզում խոսել, թե դա ում շնորհքն էր, հա, լավ ընտրությունը, բայց ակնհայտ է, որ այդ տեսակետից մասամբ նա իրավացի ամբողջությամբ, որովհետեւ ունեին բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք, հանձնաժողովականներ, վերահսկողություն կար։ Ընդդիմությունը, հասարակությունը ունեն այսօր այն պոտենցիալը Հայաստանում, որ 2000 ընտրատեղամասերում ունենան վստահված անձինք, ունենան դիտորդներ,
ունենան այնպիսի ընտրական process-ի մասնակիցներ, որոնց հետո չեն մեղադրի կներեք ծախվելու մեջ, որոնց հետո չեն մեղադրի ճամբար փոխելու մեջ, որ մենք հիշում ենք 13 թվականի նախագահական ընտրություններից հետո նման թուլություն հայտնաբերվեց մեր ընդդիմության դաշտում, երբ որ ոչ բոլոր ընտրատեղամասերում իրենք խոստովանում էին, որ կարողանում էին հսկել, որովհետև մարդիկ փոխվում են։ Այսօր ունի հասարակությունը եւ ընդդիմությունը այդ ռեսուրսը, որպեսզի վերահսկի 17 թվականի ընտրությունները։ Ես կարծում եմ ձևակերպում մի քիչ ապակողմնորոշում են թանուր ընտրողին եւ ասեմ ինչու։ Սա շատ լուրջ թեմա է եւ պետք է ասել, որ ընտրությունները կեղծվում են մինչեւ ընտրատեղամաս մտնելը։ Եթե միայն պետք է խնդիրը դնել նրա վրա, որ ունենանք 6000 կամ չգիտեմ քանի վստահված անձ, ինչպես ընդունված ասել բիլակով տղեր, որ կանգնեն ընտրատեղամասի մոտ փրկեն ընտրությունները, ուրեմն մենք ճիշտ չենք պատկերացնում։ Ոնց որ բիլակով չէին տղերքը, խելքով էին պարզապես։ Խելքն էլ որոշ ժամանակ բիլակի անհրաժեշտություն ունենում է, պարոն Աշոտյան։ Հիմա եթե չգիտակցենք դա, որ այդ տեղամասում չի որ կատարում է այն ինչ պիտի կատարվի, եթե հայկական իրականության ծանոթ մարդ պետք է իմանա ընտրությունը կեղծվում է մինչև ընտրատեղամաս մտնելը։ Ես քիչ առաջ որ ասացի քաղաքական կամք, ես իսկապես լուրջ եմ դիտում, լավագույն ընտրական օրենսգիրքը ոչ մի արժեք չունի, եթե օրվա ամբողջ քաղաքական սպեկտրը, ոչ միայն իշխանությունը, չունի քաղաքական կամք ընտրություն անցկացնելու։ Վերջ։ Հիմա քիչ առաջ խոսում էիք 4+4+4, ես մի անգամից գրեցի, որ այդ հավասարումը հավասար է 0-ի։ Ինչու, որովհետև գաղափարը լավ է, որ եթե ուզում ես համաձայնության կամ կոնսենսուսային տրամադրություն ստեղծես, շատ լավ բան է, առավել ևս սահմանադրական օրենք է ի վերջո ընտրական օրենսգիրքը, բայց երբ գիտես, որ երբեք էլ դա չի քո խնդիրը, որ գնում ես, ճիշտ առաջարկել ես էմոցիա գողացող ձևակերպումը, որ եկեք միասին քննարկենք հայտարարի գանք, բայց պարզվում է չողակ գնում ես ցույց տաս, որ դու լավն ես եւ ընդդիմության մեջ կինոյի տղեն դու ես եւ այդտեղ լավագույն, այսպես լավագույն չասեմ, լուսավոր կետ է քաղաքացիական հասարակության մարդիկ էին, որոնք ինչ որտեղ որ տեսնում էին կա համաձայնության որոշակի դետալ, ուզում էին ֆիքսել ասել այս արդեն կա, եթե չեմ սխալվում, մի երկու անգամ այդպեսի դեպք եղավ, մեկ էլ քաղաքական ուժերը, որովհետեւ քիչ առաջ ասացիր, այն մեկը եկել է ասում է կամ ամեն ինչ կամ ոչինչ, որը միշտ կործանել է ընդդիմությանը, որտեւ միշտ իշխանությունը պատասխանում է, հա, համաձայն ենք, բայց միշտ դու ոչինչ կստանաս, ամեն ինչը ես կստանամ։ Այս 25 տարի ընդդիմությունը խաղացել է այդ խաղակարտով, ասել է կամ ամեն ինչ ինձ կամ ոչինչ, իշխանությունը ասել լավ, այդ իշխանությանը ձեռնտունդ որում տարբերակ, ասել եղավ, ամեն ինչի տերը ես կլինեմ, ոչինչ տերը դու։ Ուրեմն խնդիրը այստեղ ոչ թե ընտրական մեխանիզմի, թե 6000 վստահված անձ ունենանք, չգիտեմ, դիտորդնանք, այդ չի։ Խնդիրը իսկապես ամբողջ սպեկտրի քաղաքական կամքն է քաղաքական, որ այս իրավիճակի համարժեք քայլը, գիտեք, արդեն մի քանի անգամ խոսք եղավ, որ տեսեք ինչ է կատարվում, տեսեք մեր զինվորը քաղաքական գործոն է նաև, որտեղ եւ Մինսկի խմբին եւ աշխարհի գերտերություններին ապացուցեց, որ ինչ ուզում եք արեք, այստեղ մողը կկանգնեմ, իմ կյանքի գնով կպաշտպանեմ։ Մենք պետք է հասկանանք, որ մի վիճակ կա։ Մենք պետք է հասկանանք, որ դրա համարժեքությունը մեզանից քաղաքական գործիչներից, դա կլինի իշխանություն թե ընդդիմություն, պետք է համարժեք քայլ անենք։ Պետք է մեր ժողովրդին թույլ տանք ներողություն, որ ինքը հպարտանա, ասի ես սիրում ենք հղում անել միջազգային փորձին, օրերս Reuters գործակալությունը հրապարակեց նոր տվյալներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրությունների հետ կապված։ Ամերիկացիների կեսից ավելին համարում է, որ իրենց ընտրական համակարգը կոռումպացված է եւ 2/3-ը պնդում է, որ ընտրական համակարգը պետք է փոխվի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժողովրդավարության փարոս հանդիսացող երկրում, օրինակելի երկրում ըստ մեր լիբերալների եւ այլն։ Հետևաբար կարող ենք ասել, որ հասարակությունները միշտ դժգոհ են ընտրական մեխանիզմներից։ Նաև ամերիկյան փորձի վրա։ Ամերիկյան ընտրական համակարգը շատ բարդ է եւ այնտեղ անուղղակի ընտրողներ են, գիտեք ինչպես է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ շատ դեպքերում նույնիսկ շատ ձայն հավաքած մարդը, կոնկրետ մարդկանց ձայները, վերջում ինքը եւ հասարակությունը եւ դա բոլորը գիտեն, դա օրինական այդ մեխանիզմների համապատասխան է եղել։ Մենք կարանք իհարկե այլ օրինակներ վերցնել եվրոպական երկրների, որտեղ եվրոպական երկրների օրինակ, Ավստրիայի նախագահական ընտրություններ, որոնք դեռ չեն ավարտվել, երկրորդ փուլը։ Բնակության զգալի մեծամասնությունը ընտրեց ուլտրա աճ համարվող, ազգայնական համարվող կուսակցության ներկայացուցիչ։ Դա շուտ էր։ Նոր 37% անցել է
Երկրորդ փուլ ամբողջ քաղաքակիրթ Եվրոպան դժգոհում է, ասում է, որ սրանք պոտենցիալ ֆաշիստներ են, ծայրահեղականներ են եւ այլն, բայց Ավստրիայի ժողովուրդը այդ մարդուն է ընտրել։ Այդ մարդուն է տվել իր ձայնը։ Հիմա միջազգային հանրությունը պետք է որոշի Ավստրիայի քաղաքացին իր ընտրական իրավունքը կիրառելով ում պետք է ընտրի։ Դա այնուհանդերձ պետությունների հասարակությունները։ Սա նուրբ հարց է, որովհետև եթե ավելի հետ գնանք, նույն Հիտլերը շատ արդար եւ ազատ թափանցիկ ընտրությունների միջոցով եկավ իշխանության։ Հաջորդ օրինակը դա կարող է։ Այո, եւ իհարկե այստեղ կան շատ կարեւոր են կուսակցությունների մասին օրենքը, որտեղ նույն եվրոպական երկրներում դրված են որոշակի սահմանափակումներ։ Այս տիպի գաղափարներ ունեցող կուսակցությունները իրավունք չունեն մասնակցել, նրանց արգելում են կամ լուծարում են եւ այլն եւ այլն, հա։ Ուղղակի Ավստրիայի դեպքում դա շատ ուղղակի բացահայտ չէր։ Կարող ենք այլ օրինակներ բերել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում նույն ոչի կուսակցությունները։ Ուղղակի Եվրոպայում շատ լուրջ տենդենս է գտնում կապված է իսլամիստների հետ, փախստականների հետ եւ այլն, հասարակությունները դառնան ռադիկալ եւ դա շատ լուրջ խնդիր է։ Սակայն իմ կարծիքով Հայաստանում այդ խնդիրները չկան, հասարակությունը որևէ ֆաշիստական կամ իսլամիստական հակումներ չունի, հա, կամ այլատածության հակումներ չունի։ Հայաստանում խնդիրը զուտ տեխնիկական է, երբ որ ընտրությունները կեղծվում են, եւ ես ուզում եմ ասել ոչ միայն տեխնիկական, եւ ուզում եմ վերադառնալ պարոն Հակոբյանի ասացին, որ 90 թվականին հարաբերական ամենալավ ընտրություններն են, բայց իմ կարծիքով հիմնական պատճառը չնշվեց, որովհետև 90-ական թվականներին, երբ որ խորհրդային միությունը փլուզվում էր եւ նոր համակարգ էր փորձում ձևավորվել, ընտրություն կեղծող համակարգը չէր ձևավորվել, որովհետև նայեք, ինչ է նշանակում ընտրությունները կեղծել, դա շատ բարդ համակարգ է, որտեղ հազարավոր մարդիկ են մասնակցում եւ ամեն մեկը ըստ իր լումայի ստանում է իր է, տնտեսության ոլորտում քաղաքապետ, գյուղապետ, միջև բարձրագույն իշխանություն եւ այնտեղ այդ առևտրային հարաբերությունները գնում է ըստ բերված, ոչ թե ստացված, այլ բերված ձայների։ Այդ համակարգը 90 թվականին չէր գործում, դրա համար հնարավոր էր հարաբերական նորմալ ընտրություն անցկացնել։ Այդ համակարգը սկսեց ձևավորվել 95 թվականից։ Հետո ավելի կատարելագործվեց 96-ից, սակայն այնտեղ խնդիրներ առաջացավ, դրա համար տանկերը մտան քաղաք։ Հետո ինքը սկսեց ավելի ձևակերպվել, ավելի բյուրեղանալ, եւ մենք այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Պարոն Սահակյան, նոր ընտրական օրենսգիրքը մեզ հասարակությանը ապահովագրելու է այն քաղաքական գործիչներից, որոնք երբ պաշտոն ունեն ընտրությունների արդյունքում ընտրությունները համարում են լեգիտիմ եւ լեգալ, իսկ երբ որ պաշտոնազրկվում են, հետին խելքով ասում են, որ 20 տարի է ընտրություն է կեղծվում։ Նույն ազգային ժողովում կարծես թե ձևավորվել է նաև ընդդիմադիր մեր գործընկերներից մի խումբ, նաև անուղակի, ովքեր կառուցողական դաշտում իսկապես պատրաստ են եւ աշխատել եւ կարծես թե աշխատում ենք։ Քաղաքական ուժերի հետ քննարկումից հետո, երբ որ իմ աշխատասենյակում քննարկում ունեցանք նոր ընտրական մեխանիզմների հետ կապված եւ այն պատկերացումները, որ մենք ներկայացրեցինք, մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ օրինակ մատնանշեցին, որ այս դեպքերում ընտրական գործընթացը շատ ավելի թափանցիկ կլինի։ Իսկ նման քաղաքական գործիչներից կարծես թե քաղաքականությունը որպես այդպիսին ապահովագրված չէ, որովհետև մարդիկ նաև քաղաքականությունը դիտարկում են որպես հարմարավետ մի գործիք կամ զբաղմունք, որ պահին ինչպես պետք է, այդպես էլ արտահայտվել։ Այս գոնե ժողովրդի հիշողությունը, գոնե ժողովրդի հիշողությունը շատ պայծառ է եւ կարողանում է նաև վերջի կետին գոնե դա գնահատել։ Խոսքս վերաբերում նաև պարոն Հակոբյանին, երբ որ մենք զրույց ունեցանք եւ ես նշեցի, որ իսկապես մատնահետքը կարող է որպես մեխանիզմ, նոր մեխանիզմ մտնի ընտրական գործընթացի մեջ, այսինքն քաղաքացին պետք է անպայման մատնահետքը թողնի եւ 1 միլիոն 200 ինչքան կմասնակցեն, բոլորը մեկը մյուսի հետ անպայման համադրվելու է եւ եթե կա կրկնակի քվեարկություն, անպայման դա բացառվելու է։ Կամ գոնե ի հայտ է գալու եւ հետքերով գնալու են, որ ունի իրավական հետևանքներ։ Սա լրջագույնս մեխանիզմ է, որ իմ կարծիքով կրկնակի քվեարկությունների հետ կապված օրենսգրքի նախագծի փաթեթի մեջ կա քրեական օրենսգրքի փոփոխություն, որը խստացնի պատիժը ընտրակերտ ծառայողների հանդեպ։ Այդ հարցադրումը մի փոքր այլ է եւ այլ նախաձեռնությամբ եկել արդեն ազգային ժողով քննարկման առարկա է դարձել, բայց եւ վարչական օրենսգրքում եւ քրեականում եւ կուսակցությունների մասին օրենքում եւ կենտրոնական դրական հանձնաժողովի ձևավորման նոր մեխանիզմը, ինչպես գիտեք, սահմանադրությամբ այլևս կենտրոնական դրական հանձնաժողովի 7 անդամներին ընտրելու է ազգային ժողովը։ Ձայների 3/5-ի հարաբերակցությամբ։ Սա նշանակում է, որ այնտեղ պետք է գան մարդիկ,
ովքեր ի վիճակի են կազմակերպելու եւ նաեւ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով իրենց պատկերացումները ներկայացնելու են։ Եվ ասեմ ձեզ, այդ 79 ձայնը բավականին դժվար է որ հավաքել։ գալու են մարդիկ, որոնք որ կարողանալու են իրականում Հավատան, չհավատան օրենքներ գրած գալու են։ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունները խորհրդարանական։ Չէ, տառապանքի փորձով պետք է ասել, որ գեղեցիկ խոսքերով իսկապես ժողովրդի էմոցիան կարելի է գողանալ, բայց հետագայում գալ եւ մերժել դա, այլապես այսօրվա սահմանադրություն ամենապարզը ասեմ, ենթադրենք 65 հոդված սահմանադրության, որտեղ գրված է, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ է եւ падգամավորը իրավունք ունի այլ գործունեություն ծավալելու, բայց օրը ցերեկով մենք գիտենք, որ դա ուղղակի գերած է։ Նույնը քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ կարող ես դու ավելացնել։ Քրեական մեծ պատիժ սահմանես։ Լավ, ինչ անենք, որ դուք հավատաք, ինչ անի իշխանությունը, որ դուք լիարժեք Չէ, հավատաք։ ես երբեք իշխանությանը չեմ վստահում, ով վստահում է միայն իշխանությանը, նա իսկապես չգիտի իր դերակատարությունը։ Որ ասել իշխանությանը վստահում է, որ նա կարողանա կարգ կանոն հաստատի, կարողանա այնպես անել, որ մենք լավ ապրենք, դա Բայց նշանակում դա է բոլորի գործն է, դա միայն իշխանությունը։ Դրա համար եմ ասում, որ ասում եք ինչ անի իշխանությունը, որ հավատակ, ես այդքան միամիտ չեմ, որ Ընտրական վստահություն օրենսգրքի մասով է։ Եվ ոչ էլ, տեսեք, քիչ առաջ խոսեցինք ընտրական օրենսգրքի այդ քննարկումների մասին, ինչ որ ուզում եմ շարունակել, պարոն Սահակյանը երևի կանխեցիք։ Տեսեք, որ ասում ենք գնանք կոնսենսուսի կամ համագործակցության, հա։ Դա ինչ որ մի հատ արարողակարգ ունի, պիտի դրականորեն տրամադրվես դրան, որ գնում ես, եթե իմ ճշնամին եք, այսպես ասեմ, ասած իմ ճշնամին չեք, բայց ենթադրենք, հա։ Բայց պատկերացրեք, որ ոչ թե ասել այլ դուք անցագործություն եք արել, ընտրություն եք կեղծել, գալիս ենք ձեզ այդ բանակցենք, որպեսզի ազատ ընտրություն անցկացնենք եւ ձեզ պատժենք, այլ ասել գիտեք ինչ, իսկապես քարնետողներս որ չկան քաղաքական դաշտում։ Ընդհակառակը պետք է քարերն հավաքեն, որտեղ այն քարերը, որ նետել են, պարզվում է դրա իրավունքը չունեին։ Հիմա, այդ ասել գիտեք, ի վերջո 95 թվականից սկսած մենք ընտրություններ ենք կեղծել։ Բոլորս միասին։ Առավելևս այդ ժամանակ դուք իրենց արբանյակ կուսակցություն էիք, չէ՞, ՀՇ-ի, որ մտակ իշխանության վագոն 4 հոգի էիք, հանրապետականին։ Այսինքն, որ այսպես ասել, որ մենք միասին ենք այս հանցագործությունները արել։ Ես դիտում եմ ընտրական գործընթացի կեղծումը մեծագույն հանցագործություն պետության նկատմամբ։ Հիմա եկեք բոլորս մեր սխալները ընդունենք, հասկանանք, որ այլևս իրավունք չունենք շարունակել։ Այլևս այնպիսի իրավիճակում է, որ պետության մենք իրավունք չունենք, այդքան այս ծանր վիճակում լրացուցիչ ինչ-որ ծանրության մեջ դնել։ Եկեք բոլորս ընդունենք, որ մենք սխալներ ենք արել, օրինակ ես էլ եմ սխալ արել որպես ընտրական գործընթացի մասնակից, օրվա իշխանությունը բնականաբար ինքը ստեղծեց այդ ամեն ինչը, այս դեպքում մի քիչ ուրիշ տրամադրություն կլիներ։ Օրինակ ես էլ ընդդիմություն եմ, չէ, եղել, ես մտածում գուցե իսկապես 95-96 թվականին, երբ համատարած աննախադեպ կեղծեցին։ Ընդդիմություն եք եղել։ Այո, չես հիշում դու ինձ։ Ես կարծեմ դուք էլ Հիմա էլ եք բանկարկեցիք։ ընդդիմություն։ Չէ, այդ ժամանակ որ կար, Այդ ժամանակ։ ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Ես գտնում եմ որ սխալ էինք գուցե մենք այդ ժամանակ որ պես տոտալ կեղծեցին թե հանրաքվեն, թե նախագահական ընտրությունը, պետք է մտնեին կաբինետները դուրս շպրտեին։ Այդ որ ասում են կայունությունը այդ բանն, պարզվեց հետագայում մենք շատ տուժեցինք։ Շատ կարևոր մի միտք է զարգացնում։ Ուզում ասել բոլորս ավարտում եմ։ Պետք է հասկանանք, բոլորս ինչ որ ձևով նպաստել են, որ այս համակարգը կայանա, այսպեսին լինի։ Խժռի մեզ։ Դրա համար եթե բոլորս գիտակցենք մեր թույլ տված սխալները եւ չփորձենք մեղադրել դիմացիներին, կտեսնենք, որ համաձայնության մթնոլորտը ինքնին կկայանա։ Ան Հակոբյանը մի շատ կարևոր միտք է զարգացնում, որը որևիցե մի երկրում, որևիցե մի ընտրական օրենսգրքի մեջ դա չի գրվում։ Դա կարծում եմ այն կամքն է քաղաքական, որ պետք է դրսևորեն բոլոր քաղաքական ուժերը եւ կարողանան նաեւ գործընթացներին շիտակ աչքերով նայել։ Եւ ամենակարևորը, որ ձևը բովանդակությունից առաջ երբևէ չդնեն։ Եվ գործընթացներին իսկապես ազնիվ ձևով մասնակցեն 4 գումարած 4 գումարած 4, չգիտեմ, հանած 1 սկզբունքը կլինի, թե այլ կլինի, այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք ինչ ենք ուզում, այլ ոչ թե հանրությանը ցույց տանք, որ մենք տեսեք, ընդդիմադիր թևի լոկոմոտիվն ենք, մենք մեր հետևից տանում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտը, կուզենք կոնսենսուսի կգանք, կուզենք չենք գա։ Հետո այդ շեշտադրումների, հոդվածների այդ բարձրության տակ նայեք, իրենք չեն կարողանում հետքայլ կատարել, որովհետև Եթե իրենց առաջարկների 4-5 առաջարկները նայեք նաև մեր պարզաբանը, որ տեղեկանքի ձև նաև հրապարակել ենք, չկա մի կետ, որի հետ կապված այլ առաջարկ, այլ ընտրանք ներկայացրած չլենք կամ համաձայնած չլինենք։ Հետևաբար ինչն է մնում, որ ընդհանրապես պետք է մենք ձևն ու բովանդակությունը խախտելով գնանք առաջ եւ ասենք, գիտեք ինչ, այսօրվա իշխանությունները պատրաստ չեն ընդունելու մեր առաջարկները եւ այլն։ Չեք կարծում, որ մտավախություն ունի ընդդիմության մի հատվածը, եթե ոչ բոլորը, որ եթե անգամ կոնստրուկտիվ դաշտում աշխատում է իշխանության հետ, միանգամից կարող է մեղադրվել
հաճախորդության մեջ, այսպես ասեմ։ Հայաստանի քաղաքական մշակույթը այն աստիճանի է, որ իշխանության եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները པարզ ճակատով ժողովրդին ասեն, ժողովուրդ, այս հարցով մենք համամիտ ենք։ Ոնց որ եղավ ապրիլյան պատերազմից։ Ես հենց այդ միտքն եմ ուզում զարգացնել, որ ազգային ժողովում կարծես թե կա մի խումբ падգամավորներ ընդդիմադիր թևը ներկայացնող։ Անձամբ ես որպես հանձնաժողովի նախագահ բավականին կոմֆորտ ձևով, հարմարավետ ձևով ես իրենց հետ աշխատում եմ։ Իրենց սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշումներ ներկայացնելով, բայց քննարկումների արդյունքում մենք գալիս ենք եզրանկման եւ ամենակարևորը դա լինում է հրապարակային, թաքուն որևէ բան չի արվում։ Շնորհակալ եմ։ Այն համակարգը, որը գործում է Հայաստանում, Դուք երկուսի հետ էլ անհամաձայնության նշաններ եք հայտնում։ ընդդիմադիր կուսակցություն կայացած չի կարող լինել։ Որովհետև եթե մենք լսենք ընդդիմադիր կուսակցություններին, ապա ընտրությունները կեղծվում են, ճիշտ է։ Եթե ընտրությունները կեղծվում են եւ դուք շանս չունեք գալ իշխանության, ապա մասնակցում եք որին չանեք։ Այստեղ առաջանում է հարց, որ մասնակցում են ոչ թե իշխանությունը վերցնելու համար, այլ նպատակների համար։ Առաջարկում կրեք մի անգամ։ Տարբերակները օրինակի համար առաջարկում եմ։ Շատ ազնիվ բան ասացիք, պարոն Դանիելյան։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները վայր դնեն մանդատները կամ կոչով հանդես գան, մենք ընտրություններին չենք մասնակցելու եւ տապալեն ընտրության գործընթացը։ Ինչի չեն անում, որովհետեւ բոլոր կուսակցություն մեծ մասը ունեն ինչ-որ ակնկալիքներ։ Ակնկալիքները եւ լինում է ժողովրդից մի 5%, հա, իրական 15% հավաքելով, բայց մի 5% ստանալով, կամ լինում են իշխանությունից ինչ-որ այլ ստվերային պայմանավորվածությունների տեսքով։ Մենք անընդհատ այս երևույթը տեսել ենք 95 թվականից սկսած կամ ավելի վաղ 90 թվականից սկսած։ Ձեր ասած տարբերակները քաղաքագիտության մեջ կամ քաղաքականության մեջ որևէ կյանքի իրավունք չունեցող մտքեր են 1900-ից։ Դրանք բազմաթիվ եղել են տարբեր երկրներում որովհետև եւ չի կարող հաջողության են եկել։ քաղաքական ուժը չպայքարել գալ իշխանության, այլ ընտրությունների արդյունքում հաղթում է թե չէ։ Եթե ինքը ցանկություն չունի եւ չի գալի պայքարելու, դառնում է հասարակական կազմակերպություն, այսինքն դա ցանկություն չունի, որպես շատ կարևոր բան ասեցիք, համաձայն եմ, ասեմ։ Փորձեմ էլի կարևոր բան ասեմ։ Ես կարծականք եմ էլ այդ կարևոր մտքին։ Եվ ամենակարևորը, որ պայքարը միայն իշխանության մեջ չէ։ Օրինակ, երբ որ եռյակը ազգային ժողովում ձևավորված էր եւ իսկապես կարողանում էին համախմբված մեկ կետի, մեկ մեխի խփել, իշխանության համար բավականին դժվար էր։ Ցանկացած հարց անցկացնելու համար ենթադրենք ունենք այդ թվային մեծամասնություն եւ կարող ենք, ինչպես ասում են, կնոբ կան սեղմելով հարցեր անցկացնել, բայց բովանդակային առումով մենք տեսնում ենք, որ հանրության մեջ ընկալելի չէ։ Եվ ստիպված մենք սկսում ենք բովանդակային քննարկումներ, որի արդյունքում նաեւ հարցը շատ ավելի ճիշտ լուծումներ էր ստանում։ Հետևաբար չի կարելի մեղադրել, եթե Պարոն Սահակյան, դուք շատ կարևոր միտք նոր ասեցիք։ Ասում եք, եթե ընտրություններին չեն վստահում ընդդիմադիր կուսակցությունները, ապա թող որպես կուսակցություն անելիք չունեն, թող հասարակական կազմակերպություն դառնան։ Ճիշտ է։ Ուրեմն այն երկրներում, հա, քաղաքական ուժը եթե չի մասնակցում եւ նպատակ չունի գալ իշխանության ընտրությունների արդյունքում դառնում է հասարակական կազմակերպություն։ այո, ուրեմն այն բոլոր բաներ իրականում բոլոր երկրության մի ստվարժանած ազնիվ չի մասնակցում ընտրական գործընթացին։ Եվ նաեւ հաջորդ միտքն եմ ասում, որ այն երկրներում որտեղ ընտրական համակարգերը չեն գործել, նման երկրներ շատ են եղել, եւ Եվրոպայում, եւ Լատինական Ամերիկայում, եւ այլնում, առաջացել են ժողովրդական շարժումներ, որոնք համակարգային փոփոխություն են բերել, որովհետև ընտրությունների չկայացվածությունը դա համակարգային խնդիր է եւ այդտեղ առաջանում են ազգային ճակատներ, որոնք գալիս են, ստիպում են, փոխում են իրավիճակը։ Այդ առումով ես համաձայն եմ, բայց սակայն ոչ հասարակական կազմակերպություն, այն հանրային ճակատ, որը գալիս է եւ փոփոխություն է մտցնում։ Փոփոխությունը պարտադիր չի լինի միայն ուժային, հա, կամ փողոց մեքենաներ վառել, բանանել, լինում են եւ հետոյի մասին չեք խոսում, հա, այդ օրինակների մեջ հետոն չեք պատմում։ Հետոն ասում եմ Լատինական Ամերիկայում ժողովրդական շարժումների հետոն չեք ասում։ Ուրեմն բերվում է իրավիճակ է ստեղծվում, որտեղ փոփոխությունը ինքը իրեն գալիս է եւ պարտադիր չի միայն ուժային լինի դա։ Ես շնորհակալ եմ, որ շատ անկեղծ պատասխանես, պարոն Դանիելյանը, բայց ուզում եմ ասել ամենավտանգավորը, որ կարելի է դիտել, այսօր նման այլընտրանք ասելն է։ Այսինքն ինչ է նշանակում, պետք է, եթե տեսնում ես, ուզում ես գաս իշխանության, չի ստացվում, ինչպես մասնակցում ընտրություններին լեգիտիմացնում կամ ինչ-որ ուրիշ շահ է հետապնդում։ Այդ նույն տրամաբանությամբ այդ դեպքում, եթե ասում ես կեղծված են ընտրությունները, իսկ կեղծված են, ինչպես ապրում ես պետության մեջ, կեղծված իշխանության մոտ օրեկան ուրեմն տանես գնդակահարես։ Այսինքն ինչպես այս պետության մեջ ծնվում, երեխա ունենում,
Դա մի ձևակերպում է, որ իսկապես ժողովրդի էմոցիան կարող է գողանալ, ասեն, ինչ ճիշտ բան է ասում։ Ուրեմն սաղով պետք է դուրս գանք, ասենք իշխանություն, դե մնաք նստեցնեմ ինչ ես անում, որը անիրական է, գեղեցիկ խոսքեր են դրանք, բացառվում է անիրական է։ Նույնիսկ այսօր այդ ասական կազմակերպությունները, որը դուք ներկայացնում եք, եթե հավաքվեք, ասենք 200 հոգի եք, չէ՞ կարծեմ 200 կազմակերպություն, 10-ը չի համաձայնվի դրան։ Այսինքն դուք մի հատ ձևակերպում եք տալիս, որ 100%-ը 99-ն էլ չի, համաձայն եք, որ դա հնարավոր չի, բայց գեղեցիկ խոսք է, կարելի ասել, ինչ է նշանակում, ընտրությունը կեղծվում է, ընդդիմությունը պետք է դնի մանդատները դուրս գա, գնա հանրային ճակատ սարքի, գեղեցիկ բաներ են։ Պրակտիկ քաղաքականությունը։ Նախ Հայաստանի վերջո Բուրկինա Ֆասո չի, ոչ էլ Մերձային Աֆրիկա է, ինչ որ ճակատ կազմեմ, համակարգից դուրս համակարգ ստեղծեմ, որ պայքարեմ։ Դրանք ներողություն։ Հարգելիս, ես վստահ եմ, եթե նստեք քննարկենք, ասենք իսկապես սա կյանքի իրավունք ունի, այսինքն եթե դու վստահ ես, ես վստահ եմ, որ բոլոր ընտրությունները կեղծվել են, տոտալ են կեղծվել 90 թվականից։ Եթե այդ օրվանից դու ասում ես, այդ 90 թվականից սկսած պետք է ընդհանրապես պարլամենտ չլիներ ոչ իշխանական ուժ, ուրեմն կներեք, մենք ռեալ պոլիտիկայից չենք։ Ընդհանրապես ամբողջի մեջ մեկ դիտարկում անեմ, ցավոք սրտի եւ քաղաքականության մեջ եւ հասարակական կազմակերպությունների գործելավոճի մեջ տեսախցիկները բավականին լուրջ ազդեցություն ունեն։ Տեսախցիկների արկայության դեպքում լրիվ այլ դրսևորում է, երբ որ մենք աշխատանքային քննարկումներ ենք, լրիվ այլ դրսևորում է։ Մենք այնտեղ կարող ենք մարդկային դաշտում էլ քննարկել, հասնել որևէ արդյունքի, տեսախցիկների արկայության դեպքում մենք մտածում ենք, իսկ ժողովուրդը ինչ կմտածի, որ մենք թեկուզ լավ գաղափարը տանենք առաջ եւ ասենք, չէ՞ որ մենք ընդդիմադիր թևը ներկայացնող ենք։ Որն էլ բերում է քաղաքականությունը հանրային reality show չէ, որ ամեն ինչ հեռարձակ է։ Սա պետք է հստակ հասկանալ եւ ասել մարդկանց, որ ամեն ինչ չէ, որ պետք է երևա։ Ուրեմն այդպեսին է։ Ցավոք սրտի նաեւ պետք է, բայց հրապարակային խոսքասողը նաեւ իր խոսքի արժեքը պետք է իմանա, որովհետեւ ցանկացած խոսք նաեւ ունի շատ ավելի մեծ ազդեցություն, քան թե կարող է զենք։ Ան Դանիելյանի միտքը սինթեզելով, երբ որ քաղաքական ուժերը հրաժարվում են մասնակցել ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, նրանք պետք է նաև հրաժարվեն մասնակցել ընտրական գործընթացներին։ Ինչի, ես չեմ հասկանում դա, ինչի չմասնակցել, որովհետև տեսեք, հիմա ասեմ, պարզ, որպեսզի նաև հանրամատչելի լեզվով ասեմ, ընտրություններին կրկնակի քվեարկություն լինի, պետք է գողանակ որևիցե մեկի ցուցամատը, որպեսզի մատնահետք թողնի եւ կտրոնը տա եւ մասնակցեք ընտրությունների։ Այլապես հնարավոր չի լինելու։ Բավականին լուրջ առաջընթաց է։ Հնարավոր չի լինելու կեցել այդ 4+4 քննարկումների ժամանակ -1, հա, 4+4 3 կարևոր չի։ Այդ քննարկումների գործընթացը բարձրագույն մաթեմատիկա է։ Ուրեմն այդ հարցի դեպք մենք քննարկում ենք, արդյոք մատնահետքերը եւ այլն կարող են փոխել իրավիճակը, թե չէ։ Քննարկումների ժամանակ Հրայրը Թովմասյան պնդում էր, որ դրան զուգահեռ լինելու են նաեւ ցուցակները ձեռքով գրված, այսինքն լինելու է եւ դա, որովհետեւ կարող է սարքը փչանա եւ այլն եւ այլն։ Հետո կարծեմ ցուցակները հանվեցին ֆիզիկական, չէ՞։ Չեն հանվել։ Ուրեմն նայեք ստեղ, մենք նաեւ մասնագետների հետ ենք հանդիպել, միջազգային մասնագետների եւ խնդիրը հետեւյալն է։ Այսպիսի մի զգացողություն ես ունեմ, որովհետեւ երբ որ հիմա ինչ որ նոր գաղափար եկավ, որ մի քանի հազար մարդիկ հավաքվեն, որոնք կազմակերպվեն եւ ամեն տեղամասերում ստուգեն, հետևեն եւ այլն, իմ կարծիքով այդ տենդենց է գնում, որպեսզի ամեն ինչ բերել մի սարքի մեջ, եւ այդ սարքը պետք է որոշ ընտրությունները ճիշտ են եղել, թե չէ, մատնահետքը ինքը մի նույն մարդը մի քանի անգամ գալուց կարող այդ մատնահետների ծրագրերի մեջը դրածա չի զգում վստահում, բայց էլ ինչի բերեն ընտրությունը։ Ուրեմն չվստահելը ունի պատմական պատճառներ։ Պարոն Դանիելյանը մի շատ հետաքրքիր հնարք արեց։ Ընդդիմությունը չի վստահում իշխանությանը, իշխանությունը չի վստահում ընդդիմությանը, հասարակությունը չի վստահում եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Ինչի վրա հույս դնեն ընտրական գործընթացը։ Շատ հետաքրքիր հնարք արեց։ Տեսեք, ասեց էլեկտրոնային սարքավորումը, այնուհետև հարցրեց, կա այդ ստորագրելու ցուցակները, թե ոչ, ասեցի, այո, պահպանվում է։ Հնդածս անցանք էլեկտրոնային սարքավորման ոչ վստահելի լինելու ձևին։ Ես մի հատ ռետորական հարց ունեմ։ Դուք ձեզ վստահում եք։ Ուրեմն ասեմ, եւ վստահության աստիճանը, որ եկեք այդտեղ մենք քննարկենք եւ հասկանանք այդտեղ անելիք ունենք, թե չունենք։ Մեր քննարկումների ժամանակ հիմնական խնդիրը այն էր, որ այդ ցուցակները, որտեղ նաեւ ստորագրում են մասնակիցները, լինի հասանելի։ Ըստ էության ցուցակները հասանելի են։ Ցուցակները մասնակիցների ստորագրությամբ հասանելի չեն։ Ձեր ստորագրությունն է պետք։ Ինձ պետք է այն ցուցակը, որտեղ ասել է այս մասնակցած քաղաքացիների հերթական համարով, թե որ համարն է եկել եւ մասնակցել, էլեկտրոնային սարքավորման միջոցով
տպվում է եւ տրամադրվում է ցանկացած այն անձին կամ վստահված անձին դիտորդին, ով ցանկություն ունի Ուրեմն խնդիրը հետեւյալն էր, ուրեմն ամբողջ հարցը Լավ առաջարկություն է, տան այդ առաջարկությունը քննարկվել է հանդիպումների ժամանակ եւ խնդիրը ինչի մեջ էր։ Ենթադրենք ոչ պաշտոնական, տալիս են թվեր, այսինչ թիվ մասնակցել է։ Ենթադրենք մենք տեսանք, ճշտեցին, գնացինք տներով մեկ, հա, բոլոր տներով գնացին եւ տեսանք այսինչ թիվը Հայաստանում չի, բայց մասնակցել է ու բարձեցինք անուններ այդ թվերով։ Արդյոք այդ թվերը, որոնց վրա իրավական հետևանք ունեն, թե չէ գնացինք դատարան, թե չէ երկրորդ հարցը ընտրական օրենք ես հասկանում եմ մի բան էլ ասեմ շարունակեմ բնականաբար իրավական հետևանք ունի։ Մի բան էլ ասեմ, խնդիրը ուրեմն այն է նաև, որ ընտրական օրենսգրքում չի նշվում, որ ենթադրենք 10%, այսինչ ընտրատեղամասում առաջացավ կասկածներ, հիմնավորված, հա, որ այս մարդիկ չեն եղել, մասնակցել են, այդ թիվը չի նշված 2%-ը, 5%-ը, 10%-ը, 15%, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը որոշում է կայացնելու ըստ իր կարծիքի այդ տոկոսները է թե ոչ։ Ես մի բան եմ ուզում արձանագրել, այդ մտահոգությունը ունեցել եմ։ Մենք սկզբունքներից ու գաղափարներից եկանք դետալների, Դրա համար վինցիկների, բոլտիկների։ Ուրեմն հարցը որն է, հենց այս պահին ես ինչ ականատես եղա։ Իսկապես, տեսեք, համաձայնության դաշտ թեկուզ այս փոքր ընթացքում չի լինում, որտեղ էլի ընդդիմության եւ ընդդիմություն բառը չօգտագործեմ, ընդհանրապես նրանք ովքեր չեն ընդունում իշխանության պահվածքը, այս եւ այլն, ամեն ինչ ուզում է։ Իշխանությունն էլ ասում է, տեսեք, մի քիչ զիջեցինք, մի անգամից մոռացա, որ դա անցնում եք մեկ ուրիշ բանի։ Այսինքն իշխանությունն մտավախություն ունի, եթե մի քիչ զիջեմ, ախր սրանք ավելին կուզեն ընդդիմությունը։ Իսկապես որոշ փոփոխություններ եղել են։ Եթե օրիգինալը վերցնենք, այն ինչ որ ներկայացվեց, իսկապես ես բոլոր գործընթացներին, բոլոր քննարկումներին մասնակցել եմ, վիճել ենք, գոռացել ենք, չգիտեմ ինչ ենք իրար ասել։ Եկել ինչ որ միտեղ ասել ենք, որ որոշ զիջումներ կան, չեն կարող ուրանալ, որ այո, համաձայնել են որոշ հարցերի հետ, հա, բայց շատ դժվարությամբ են զիջում, չգիտեմ։ Այսինքն ձեր տեսակը գիտեք, որ շատ դժվարությամբ մի բան։ Համաձայնում են, չէ՞, Համաձայնում են, հա, բայց դժվարությամբ են անում, տանում բերում են, թե միանգամից են համաձայնում։ Բայց մեր ցավը որն է, որ ապարդյուն է բանակցություններ զիջել, մտահոգությունը որն է, որ բևեռային մոտեցումը, ամեն ինչ կամ ոչինչը, մյուս կողմից էլ իշխանությունն էլ ասում է, դե այդ դեպքում ամեն ինչ իմն է մնալու, թույլ չի տալիս, որ այդ մոտեցումից կարծում եմ բոլորս ես այստեղ համամիտ չեմ, որովհետև այս առումով ներողություն, այս առումով ես ասեմ, ես չգիտեմ, օրինակ հիմա եթե սահմանադրության պահանջն է, օրենքի պահանջն է, որ մի տարի առաջ պետք է ունենանք փոփոխություն, եթե պետք է ունենանք, իսկ որ սահմանադրությունը ինքը պարտադրում է, որ մենք ընտրական օրենսգիր փոխենք, դրանում խոսք չկա։ Եթե չի անցնում, օրինակ նրանք ովքեր որպես այդ դաշտից դուրս են գալիս, բանակցային դաշտից, որ կարողանանք ինչ-որ մի տեսքի բերենք, ստացվում է այնպես, որ անուղղակիորեն մտածում են, որ պետք է հետաձգենք ընտրությունները, որ մեր պետությանը ձեռնտու չի։ Ես չեմ տեսնում այն կամքը, որ երկուստեք, առավել ևս ցավոք սրտի այս դեպքում հենց ընդդիմության դաշտից, որ կա, այսպես մոտեցում, որ եթե այդ ամեն ինչին չեմ կարողանում հասնել, գոնե կարողանամ այն ինչին կարող եմ հասնել, որ ասենք Սահակյան Լովիկի հետ 10 օրով իրար հետ այսպես բանավիճելով ինչ-որ բանի, հա, ասել ենք կամ էլ ինչ-որ բաների, գոնե կարողանանք դրա վրա մենք մի համաձայնության։ Այս է ինձ մտահոգությունը։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտող։ Արդեն երկար ժամանակ է մենք քնելուց առաջ փորձում ենք ծանոթանալ վերջի լրահոսին ռազմական ճակատից եւ արտանալուն պես նետվում ենք համակարգչին, որպեսզի տեսնենք ո՞բան չի պատահել մեր տղաներին։ Մենք հույս ենք դրել մեր բանակի վրա, մեր ուժեղ տղերքի վրա։ Սակայն հասկանանք, որ ուժեղ պետությունը դա նաև ուժեղ հասարակություն է, որտեղ մարդիկ իրար վստահում են, որտեղ քաղաքական ուժերը երբեք չեն տանելու հասարակությունը առճակատման։ Մենք այլևս նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող։ Դա հանդիպենք հաջորդ անգամ։